Երկու տարբեր երկրներ իրար հետ պայմանագիր են կապում Հայաստանի տարածքով անցման մասին, Նախիջևանի եւ Ադրբեջանի բուրմասի կապի մասին, Հայաստանի վրայով նրանք իրար հետ պայմանագիր են կապում, Հայաստանին վերաբերվող, Հայաստանի միջով անցնող ու Հայաստանը այդ պայմանագրի մեջ որոշակի դեպքերում հիշատակվում է, բայց իրանց երկկողմ հարաբերություններում իրանք վստահ հետի անում են։ Հիմա Փաշինյանն ասում է Հայաստանը վերահսկելու է, բայց դա լինելու է տեխնոլոգիաներով, այսինքն մարդ չի լինելու այնտեղ կանգնած, այդ հատվածի մասին։ Ինչ տարբերություն։ Ասում մարդ չի, ինչ տարբերություն այն։ Ասում է, որ ժամանակակից միջոցներով, սարքավորումներով, Լսեք, ես ասացի ամբողջ բոլոր ոլորտները պարտադիր չի մոտենան հոտոտեն մարդուն, ասում է, որ իմանաք, որ վերահսկում են այդ բեռը ապրանքը։ Դրա մասին չի, ես վերահսկողությունից չենք խոսում։ Խոսում ենք անխոչնդոտ լինելու։ Դա անխոչնդոտի մեջ նաև անխոչնդոտը դա ուրիշ իրավական կատեգորիա է։ Դա օգտագործման իրավունք է ոչ մի բանի դիմաց։ Դա նշանակում է, երբ որ վաղը արտակարգ ռեժիմը ցնեց հանրապետությունով մեկ ու ենթադրենք բոլոր ճանապարհների վրա սահմանափակում դնես քո ներքին ինքնիշխան որոշմամբ, դու այդ սահմանափակումը չես կարա դնես այդ ճանապարհի վրա առանց իրանց կարծիքը թույլտվությունը հարցնելու կամ առանց իրանց հաշիվ տալու։ Հիմա էլ ինչ ասեմ այսքանից։ Էլ ինչ ասեմ։ Մնացածը արդեն այդ դետալները, այո, դա տալու է որևիցե առավելություն, այնքանով, որքանով որ առավելություն է տալի, բաց ճանապարհ իհարկե տալու է, բայց այդ բաց ճանապարհը պարտադիր պետք է լիներ բռնաբարության ճանապարհով։ Կոպիտ ասեմ, բռնաբարության արդյունքում կարող լինի հղիություն, ներողություն ես գռեհիկ օրինակների համար, բայց մեզ լսում են նաև մարդկանց մի հատ շրջանակ, որոնք այլ օրինակների ուղակի ունակ չեն ընկալման։